Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության տարածքային զինվորական կոմիսարիատի վարչատնտեսական խմբի պետը պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած ենթադրյալ ազդեցությունը օգտագործելու նպատակով իր մտերիմ անձի օժանդակությամբ վարժական հավաքների կանչված անձանց ծնողներից որպես ապօրինի վարձատրություն ստացել է 560,000 դրամ, ինչպես նաև պահանջել 725,140 ՀՀ դրամ հիշյալ անձանց վարժական հավաքներից ազատելու համար։ Պաշտոնատար անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։ Տոմսային համակարգում արձանագրված վավերացումները տրոլեյբուսում կազմել են 79,801, մետրոպոլիտենում 502,755։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն ՓԲ-ի տնօրեն Սարգիս Մանուկյանը։ Նա տեղեկացրեց, որ ավտոբուսներում վավերացումները եղել են 1,707,048 հատ։ Ընդամենը վավերացումները 2,289,604 է։ Ունենք նվազում 162,744-ով կամ շուրջ 6%-ով, հայտնեց Սարգիս Մանուկյանը։ Այսօր լարված իրավիճակ է ստեղծվել ԱԺ-ում։ Պարոն Քոչարյան, դիմում եմ ձեզ խնդրանք պահանջով Մելքոնյան Գագիկին կարգի հրավիրեք։ Օրերս նա հերթական անգամ հարցազրույցում խոսել է Բաքվում գտնվող ռազմաքաղաքական ղեկավարության մասին, անպատասխանատու հայտարարություններ արել, արգելեք այս թեմայով նրան խոսել։ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում դիմելով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին հայտարարեց Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ Քոչարյանին է դիմում որպես պաշտպանության հանձնաժողովի նախագահ, որի անդամն է Գագիկ Մելքոնյանը։ Մյուս անգամ այդ մարդկանց մասին չխոսես, այդ իրավունքը չունեց, Մելքոնյանին ասաց Մանուկյանը։ Իրավիճակը լարվեց եւ Գագիկ Մելքոնյանի հետ վեճին միջամտեց ՔՊԱ-կան Վահագն Ալեքսանյանը նշելով. Պարոն Մանուկյան, կներեք, էլի այդ մարդկանց փուրը տալուց առաջ մտածեիք։ Կարաս հանրային սննդի օբյեկտում Երևան-Թումանյան 19 հասցեում խախտվել են սանիտարական կանոնների, հիգիենիկ նորմատիվների պահանջները։ Արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնում են ՍԱՏՄ-ից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է Իրանի հետ պատերազմում մարտական գործողությունները կարող են շարունակվել 4 շաբաթ։ ԱՄՆ նախագահը ասել է, որ նրանք ուզում են խոսել, բայց ես ասել եմ, պետք է անցած շաբաթ խոսեիք, ոչ թե այս։ Սրանի պատասխան Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ թեև ԱՄՆ-ն եւ իսրայելական ռեժիմն են սկսել վերջին պատերազմը, հենց Իրանն է որոշելու, թե ինչպես եւ երբ այն ավարտվի։ Այսօր մարտի 2-ին ժամը 6:50-ին Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Թալին ավտոճանապարհին տեղի է ունեցել պատահար։ Ավտոմեքենան շրջվել է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Պարզվել է, որ Մաստարա-Թալին ավտոճանապարհին բազմակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել։ 3 տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, շտապօգնության աշխատակիցները արձանագրել են վերջինիս մահը։ Այս եւ այլ մանրամասներին ծանոթանալու համար հետևեք Պանորամա AM-ին։